Այսօր Հայաստանի ազգային հերոս Ավոյի ծննդյան օրն է և ցավոք հենց այս օրը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն հանձնել ենք նաև Քարվաճառի շրջանը։ Ազատ Արցախը արդեն 5 տարի է Քարվաճառի ճանապարհին չի ողջունում մեզ։ Քարվաճառի հանձնման հետևանքով Արցախը կորցրել է շուրջ 2000 քառակուսի կիլոմետր տարածք, բնակեցված 1 քաղաք և 17 գյուղ, և հարյուրավոր հայկական պատմամշակութային հուշարձաններ։ 3500-ից ավելի մարդ դարձել է հարկադիր տեղահանված, կորցնելով տունն ու հարազատ հողը։ Տունն ու հողը կորցրածներից մեկն է Դավիթ Եղիազարյանը, որը պատմել է, թե ինչու է ընտանիքով գնացել Քարվաճառ և ինչն է նրանց այնտեղ պահել։ Երևանի փոշոտ փողոցներից փախուստ դեպի Քարվաճառի անտառներ։ 8 տարի առաջ այս ցանկությունն է Դավիթին ու կնոջը Թամարին Քարվաճառ տարել։ 1 տարվա ընթացքում նորաստեղծ ընտանիքը հողամաս է գնել, տուն կառուցել ու նվիրվել աշակերտներին կրթելու առաքելությանը։ Ինչու հենց Քարվաճառը ընտրեցինք, կես կատակ, կես լուրջ, որտեվ ընդեղ օձերը քիչ են, կինս մի քիչ վախենում է օձերից, իսկ եթե լուրջ, հիմնական պատճառներից մեկը Քարվաճառը ընտրելու հենց Քարվաճառի դիրքն էր, Քարվաճառի, այսինքն բացի բնությունը ընդհանուր Հայաստանում տենց տեղեր կան իհարկե, այսինքն Սյունիքում էլ, Լոռիում էլ, աուրան մի քիչ ավելի հետաքրքիր էր, ավելի ուժեղ էր, հատկապես որ երկար ժամանակ մարդ չէր ապրել, հետաքրքիր ինչ-որ sense վայրիություն կար Քարվաճառում։